ան եւ ինք։ Երկուքն ալ երրորդ դեմքի անձնական թերանուններ են, ունին նույն իմաստը, նույն դեմքը, իսկ խոսքի մեջ անոնք ունին գործածության մասնավոր բարականեր։ Շատերս առանց օրենքը գիտնալու ճիշտ կգործածենք այս թերանունները, բայց ինչ է օրենքը։ Եթե ուզենք շեշտել նշյալ անձը, ինք թերանունը կգործածենք, ինք պատրաստեց այդ ճաշը, ինքն էր ըսողը։ Եթե նախադասության մեջ երկու գործող անձեր կան, ուրեմն առաջինը գլա ինքը, երկրորդը անը։ Ինքը առաջինն է, անը երկրորդը։ Ենթադրենք, թե կխոսենք Գևորգի ու Մինասի մասին։ Եթե Գևորգ առաջինը պիտի հիշվի, ուրեմն գլա ինք, Մինասը ան։ Գևորգը տեսա Մինասին հետ, ինք բարևեց անոր, ինք այսինքն Գևորգ բարևեց անոր, Մինասին։ Դղան շատ փնտրեց իր քրիչը, բայց չգտավ զայն։ Իր քրիչը, այսինքն դղուն քրիչը, չգտավ զայն, այսինքն քրիչը։ Հիմա դուք պատասխանեցեք։ Մեր առաջնորդը վրանին մեջ մուրցած էր իր թե անոր կողմնացույցը, իր կողմնացույցը։ Հոս երկու պատասխան պիտի տաք։ Մեր առաջնորդը խմբապետին թիմելով անորմե թե իրմե խնդրեց օգնել իրեն թե անոր։ Մեր առաջնորդը խմբապետին թիմելով անորմե խնդրեց օգնել իրեն։ Անը գլա երկրորդ անձը, խմբապետը, իսկ ինքը առաջին անձը, առաջնորդը։ Չենք մոռնալ միանալ էջին, դարաձել տեսանյութերը, հավնիլ ու գիսել զայն ծերընկերային հարթակներու ջամփով։ Միշտ լավ եղեք ու հիշեցեք, որ սորվիլը թյուրին է։ Հաջողություն բոլորիդ։